Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 475 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, ըստ գերատեսչության թիրախում են եղել Ռոստովի, Ռիազանի, Մոսկվայի եւ այլ մարզեր, Ղրիմը, Թաթարստանը, Կրասնոդարի երկրամասը, Ազովի եւ Սև ծովերի տարածքները։ Ուկրաինական ուժերը նոր հարված են հասցրել Տուլայի մարզում Wildberries-ի պահեստի, աշխատակիցները տարհանվել են, տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ուֆայում նավթավերամշակման գործարան է հրդեհվել։ Ռուսաստանն էլ հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևի մարզին, այդ թվում մայրաքաղաքին։ Վնասվել են բնակելի կառույցներ, պահեստներ, արդյունաբերական օբյեկտներ։ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ վիրավորվել է 44 մարդ, զոհերի թիվը հասել է 17-ի։ Ուկրաինայի նախագահի խոսքով թիրախավորվել են քաղաքացիական ձեռնարկությունների պահեստներ, երկաթուղային օբյեկտներ։ Զելենսկին նաև անդրադարձել է հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերին։ Նրա խոսքով Կիևն ամենօրյա կապի մեջ է Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ Ակնկալում ենք, որ Վիտքոֆը եւ Քուշներն ակտիվ կլինեն, աշխատանքները շարունակվում են նաև այլ գործընկերների հետ, մասնավորապես Պարսից ծոցի երկրներում, որոնք կարող են աջակցել մեր դիվանագիտական ջանքերին եւ անվտանգային կարիքներին, ասել է նախագահը, հավելելով, որ այս պահին այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերթական անգամ հայտարարել էր, որ բանակցություններն ընդհատվել են Կիևի մեղքով։ Մոսկվան պատրաստ է քննարկել կառուցողական առաջարկները, սակայն դեռ որևէ արժեքավոր առաջարկ չի ստացել Արևմուտքից, ընդգծել էր Գալուզինը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Օմանի հետ տեխնիկական եւ քաղաքական բանակցություններ են անցկացրել եւ առաջընթացի ասել Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացության ուղիների հարցում։ Էսմայիլ Բաղայեին շեշտել է, որ բոլոր գործընթացներում հաշվի են առնվում ինչպես Իրանի ինքնիշխան իրավունքները, այնպես էլ Օմանի ազգային անվտանգությունը։ Նա հավելել է, որ բանակցությունների արդյունքները կհանրայնացվեն ավելի ուշ։ Հորմուզի նեղուցին է անդրադարձել Դոնալդ Թրամփը, վստահեցրել, որ այն շատ շուտով ամբողջությամբ կվերաբացվի։ Նրա խոսքով Սպիտակ տան թիմն օգոստոսի 4-ին արդյունավետ բանակցություններ է ունեցել իրանական կողմի հետ, թեև Թեհրանում հերքում են Վաշինգտոնի հետ շփումները։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել, բայց եթե նեղուցը չբացվի, Միացյալ Նահանգները հզոր հարված կհասցնի Իրանին, նախազգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը։ Ըստ ամերիկյան կողմի ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքները կարող են հայտնի դառնալ առաջիկա 2 օրվա ընթացքում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը եւս տեղեկացրել էր, որ Հորմուզի նեղուցի ամբողջական եւ անվտանգ գործարկման հարցով բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն վերջնական համաձայնության դեռ չեն հասել։ Միևնույն ժամանակ Մարկո Ռուբիոն նշել էր, որ նեղուցը բաց է եւ նավերը փոխադրումներ են իրականացնում։ Դոնալդ Թրամփը նաև հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ, քննարկել Իրան-ԱՄՆ դեէսկալացիային ուղղված դիվանագիտական ջանքերը։ Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը բարձր է գնահատել այդ գործընթացում Դոհայի դերը։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ չի համաձայնել ամերիկյան նախաձեռնությամբ Համասի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց համաձայն պաղեստինյան շարժումը պատրաստ է զինաթափվել, իսկ փոխարենը ցավալը պետք է հետ քաշվի Գազայի հատվածի որոշ տարածքներից։ Նախագահ Թրամփը կամ նրա թիմը կարծում են, որ կարող են ստիպել Համասին զինաթափվել եւ ապառազմականացնել Գազան։ Մենք ուսումնասիրում ենք այս հարցը, նրանք մեզ ուղարկել են նախագիծը, չենք ընդունում այն, ասել է Բենյամին Նեթանյահուն։ Վարչապետը շեշտել է, Իսրայելը դուրս չի բերի իր զորքերը Գազայի ներկայիս սահմաններից մինչև Համասը չոչնչացվի։ Ավելի վաղ ամերիկյան կողմի նախաձեռնած խաղաղության խորհուրդը հաստատել էր, որ Համասը պաշտոնապես պարտավորվել է զինաթափվել, ինչին կհաջորդի Գազայից ցահալի դուրսբերումը։ Իսրայելից հայտարարել են, որ դա չի բխում հրեական պետության շահերից եւ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն։ Համասը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների նպատակն է խոչընդոտել միջնորդների, այդ թվում ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Պաղեստինյան շարժումը կոչ է առել միջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով տարհանվել են հարակից համայնքների հարյուրավոր բնակիչներ։ Հաղորդվում է, որ տարհանման աշխատանքները կընդլայնվեն։ Երկրի գլխավոր մայրուղով երթևեկությունը սահմանափակվել է, կրթության նախարարությունը չեղարկել է վտանգավոր գոտիներում կրթական գործընթացները։ Սեյսմոլոգիայի ազգային ինստիտուտի տվյալներով Ֆուեգոյում փոփոխություններ են գրանցվել օգոստոսի 2-ին, ժայթքումը դեռ շարունակվում է։ Հրաբուխը գտնվում է Գվատեմալայի արևմտյան մասում, մայրաքաղաքից 40 կիլոմետր հեռու։ Այն երկրի ամենաակտիվ հրաբուխներից է։ 2018 թվականին հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել էր 200 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ անհետ կորած են համարվում։ Դիանա Գասպարյան, լուրեր։